պահի շրջանում ճիշտ եք ասում, չի կարելի ագրեսիվ հայտարարություններ անել, Տիկին Գալստյան, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել ձեր ելույթի սկզբի հատվածի ու վերջի հատվածի վրա։ Սկզբում եկաք ասեցիք, որ իմաստազուրկ կա, բովանդակազուրկ կա, որևէ խնդիր չի լուծում։ Վերջում ասեցիք, որ եկեղեցին մայրաթոռը հայտարարել է, որ ինքը ավելի խստացման կողմը եւ համաձայն է, բայց ավելի շատ խստացնենք։ Ես իհարկե մատի ու մատանու արանք չեմ մտնի եւ հարցնեմ, ինչ է ինքը ավելի խիստ բովանդակազրկություն առաջարկել, բայց ես կպաշտպանեմ իմ նախագիծը եւ ես չեմ կարծում, որ բովանդակազուրկան առաջարկում եմ իսկապես կողմ քվեարկել, որովհետեւ սա մի եզակի կետ է, որտեղ հանդիպել են էլ ինդիմությունը, իշխանությունը, մայրաթոռը, բարենորոգման խորհուրդը եւ պիտի որ հաշտ լինեին։ Գործընկերս Ջուլիետա Ազարյանը խոսեց 1 միլիարդ ներդրման մասին, վերջին տարիներին կառավարության եկեղեցաշինության ոլորտում 1 միլիարդ դրամը 3 միլիոն դոլարը գիտեք, ինչքան է հարկելի գործընկերներ, ճիշտ այնքան, ինչքան դաշնակցական Լևոն Մկրտչյան գողացել է պետությունից դրամային արտահայտությամբ, ու եթե ինքը մեր բախտը բերել է, որ ինքը ոչ թե մշակույթի նախարարն է եղել, չգիտեմ բախտ բերել իհարկե այստեղ մի քիչ ճոխ բառը, այլ կրթության նախարարն է եղել, դպրոցներից է գողացել, ոչ թե հուշարձաններից այդ 3 միլիոն դոլարը։ Ու ես օրինակ չգիտեմ արդյոք այդ 26 անշարժ գույքի մեջ եկեղեցիներ կան, որոնք ապօրինի գույք են հանդիսանում Լևոն Մկրտչյան պատկանող, բայց վստահ եմ, որ կրթական ոլորտի ինչ որ կազմակերպությունների եւ հաստատությունների հաշվին է դա տեղի ունեցել։ Ուղղակի այդ առումով եմ ասում, որ եթե չկան, որ դուք ասում եք չկան նման նախադեպեր, չկան, որտեղ ոնց որ ձեր ներկայացուցիչը այդտեղի նախարար չի եղել։ Եթե լիներ, կարող է լիներ։ Շնորհակալություն։